Բարի օր սիրելի երեստաթիդող, այսօր պատրաստելու ենք թուսքանյան ձովախեցկեդինով պաստա, իմ ամենասիրած պաստաներից է և քանի որ ես ձովախեցկեդին շատ եմ սիրում, ձովախեցկեդինի և ամենասիրած ուտեստներից սա, որտեղ որ սոսնել է իմ համար շատ հետաքրքիր, այսինքն մի խոսքով 3 համադրություն հավաքվում է միտեղ ու դառնում է մի իդեալական ուտեստ։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 300-ից 400 գրամ վաքրային ձովախեցկեդին, 1 տուփ լինգուինի պաստա, 2 կապ սպանախ, 200 գրամ չորացած լոլիկ, կես հատ սոխ և 5-ից 6 բջեղ սխտոր, 1 ճաշի գդալ կարակ, 1,5-ից 2 բաժակ սերուցք, քառորդ բաժակ քինի, 3-ից 4 ճաշի գդալ ցիտապտղից հետ, աղ, սև բղբեղ և կարմիր բղբեղ։ Վաքրային ձովախեցկեդինները արդեն ես մաքրելու սկսել եմ, իսկ վերջում մի հատ եմ թողել, որ ձեր հետ մաքրեմ ու տեսնեք ոնց ենք մաքրում ու ոնց ենք հանում, ինչ որ եթե ուզում ենք մեջից այդ վերևի թելը հանենք։ Մաքրագործումը այսպես ենք անում, միջև վերջ հանում ենք, որովհետև ընդհանրապես ինչ որ ուտեստ կա եւ եթե ձովախեցկեդինը մեջը սոսի մեջ է լինելու, պետքա ոչ պոչ ունենա, ոչ կեղև ունենա, ոչ մի բան, որպեսզի ապահով լինի ու որևէ մեկ ուտողի համար ինչ որ նախ վնաս չի լինի, հետո մարդիկ չեն սպասում, որ ինչ որ ուրիշ գեղև կամ ոչ պետքա լինի այնտեղ, կարող է եւ խացնեն, ուտեն կամ կոկորտի մնա։ Ընդհանրապես ինչ ենք անում։ Այստեղ մի հատ քիծ կա, այդ քիծը անպայման պետքա մի հատ նայենք ու եթե սև թել կա, այդ սև թելը պետքա դուրս բերենք, այսինքն այս սև թելի մասն է խոսքը։ Այս սև թելը հանում ենք իրականում ու միջև վերջ նայում ենք միջև վերջ, որտեղ է ու մաքրում ենք։ Մի հատ թանակով անում եք, հետո արդեն տեսնում եք, որ բացում եք ինքը երևում է, մի հատ ուղղակի սենց ձեռքով անում եք, ինքը դուրս է գալիս շատ հեշտ։ Բայց անպայման, երբ որ շրիմփ վերցնում եք կամ ձովախեցկեդին, այս գործողությունը պետք է անել։ Իսկ եթե ինչ որ մի տեղ էլ գնաք կամ ռեստորան գնաք, անպայման ուշադիր եղեք, որ իրենք ինչ որ շրիմփ են ծախում կամ ինչ որ աղցան եք ուտում, անպայման ինքը պետք է մաքրված լինի։ Դա ամենամինիմում բանն է, որ ձովախեցկեդինի մասով պետք է արվի։ Դե իհարկե, եթե ուզում եք ուրիշ տեսակի չափսի օգտագործել, դուք ձեր հանգիստին նայեցեք, այսինքն եթե կուզեք ավելի մանր, ոչ թայգր լինի, կարևորը համով ձովախեցկեդին լինի։ Կարող է եւ ինչ որ դուրս ճամփորդեք ու դրսից բերեք, դա էլ կարելի է։ Մի դեղից արդեն մենք ջուրը թրել ենք, պաստան որպեսի խաշենք, պաստան խաշում ենք al dente, այսինքն ամբողջական չենք խաշում, որպեսի մի քիչ ինքը այնքան էլ չփափկի, նամանավանդ սոսով պատրաստելիք մեր պաստաները չի կարելի այնքան փափկացնել, ինքը դառնում է մի հատ ուրիշ տեսակի, չգիտեմ, փիլավի տեսակ։ Չմոռանաք ապրանքները որտեղից եք առնելու, օրինակ, ուտուց սուպերմարկետից կարող եք վերցնել այս ամեն ինչը ու պատրաստել, որպեսի ունենաք դուք էլ որակով, համով լավ ապրանք։ Կան շուկան ձովախեցկեդիներ, որ եփած է, այսինքն վարդակույն է, դուք կարող եք եւ դրանցից էլ վերցնել, խնդիր չի կա, իսկ եթե եփած եք վերցնում, ավելի քիչ պետք է թողեք, այսինքն մի 2 րոպեով 2 րոպե մաքսիմում, որովհետեւ իրանք եփած են ու չի կարելի դու ավելի իրան թողես կրակի վրա, ինքը կդառնա շատ ամուր, իսկ ինքը պետքա փափուկ լինի։ Արդեն ունենք։ Ավելացնում ենք, մի հատ գնամ ձեռքերս լավ մաքրեմ, դե իհարկե ABC-ով ու հետ վերադառնանք։ Քանի որ մեր ջուրը արդեն երում է, կարող ենք ավելացնել մեր սպագեթին կամ լինգուինին կամ մեր պաստան։ Մի թեթև աղ, մի թեթև ցետ։ Մի հատ խառնում ենք, կամաց իշնի։
Ցիտապտրից հետ մի քիչ աղ, սև բաբեղ, շատ թեթև կարմիր պղպեղ։ Ուրեմն այստեղ ունենք 5 հատ ծխտոր, մեջից 2 հատը ստեղ ենք թենելու, մնացածը սոսի մեջ։ Խառնում եմ։ Ուրեմն, քանի որ սխտերը ջզմեր ենք, ես շարունակեմ եւ այս ափսեի մեջ մեր սխտորը պատրաստեմ, որպեսզի շարունակենք մեր գործը։ Իսկ հիմա կտրատում ենք սպանախը։ Ուրեմն, գոթերը շատ երկար էր, մենք մի քիչ կտրել ենք, բայց ես ընդհանրապես մի քիչ թողում եմ, որովհետև ինքը արդեն եւ օգտակար է եւ համով է, այսինքն խնդիր չունենք, բայց սկիզբի մասերը վերցրել ենք, ամենասկիզբինները։ Դրա համար էսի հիմա մանր կտրատում ենք։ Սպանախլիս պատրաստ է։ Հիմա երկու ձև կա, կամ մենք մեր պաստան խաշում ենք, մի հատ բաղջուրում ենք ու թողում ենք ու հետո ավելացնում ենք մեր սոսին։ Իսկ երկրորդ ձևը արդեն մենք մեր սոսը տենց ենք անում, որ հավասար պատրաստի, որ հասնում է սոսը, միանգամից ավելացնում ենք պաստան մեջը։ Հիմա ես փորձելու եմ երկրորդ ձևը, այսինքն միանգամից ես տապակում եմ, շրիպները տապակելու եմ եւ այլն սոսը պատրաստելու եմ ու միանգամից մեր պաստան ավելացնելու եմ սոսի վրա։ Դրա համար շրիմպը տապակվելու, սերուցքը դե հետո է, ստեղ մի քիչ այսպես եմ անելու, որպեսզի սոխն էլ կտրատեմ մանր ու ամեն ինչ պատրաստ լինի։ Շատ հույս չունիմ, որ ես կհասցնեմ, քանի որ պաստաս արդեն գրեթե պատրաստ է, իսկ այստեղ կրակը ուժեղ է եւ այնտեղ կրակը ուժեղ չէ, դրա համար ես հիմա մի հատ կհանեմ, իրան բաղջրեմ, որպեսզի դաբագը ես կում տնեմ։ Մի քանի րոպեին պաստան կհանեմ, որ հանգիստ մեր սոսը պատրաստենք։ Իսկ մինչ այդ հիշացնեմ, որ ուտուտ, երբ որ շուկա եք անելու կամ գնումներ եք կատարելու ուտուտից, քանի որ գա խաղարկություն, որտեղ որ պետք է մասնակցեք, իսկ ոնց եք մասնակցելու այդ խաղարկության, որպեսզի շահեք փրկարան, կարող եք ինչ որ նշված տեսականոց մի ապրանք, եթե դրած լինեք ձեր ապրանքի մեջ եւ 5000 քերազանցի արդեն մտնում եք խաղարկության։ Այսինքն եւ անում եք քնում եւ մի հատ էլ կարող է դում շահեք։ Թեր չեմ ասում մեր պաղաթաթոմսի մասին եւ այդ հաճելի համողությունը, որ պատրաստելու եք եւ վայելելու եք։ Ահա, միտքերնից հանգիստ, պաստանից պատրաստ, արդեն սկսում ենք տապակել։ Ավելացում եմ ցիտապտրից հետ։ Տեսնում ենք արդեն ինքը քույնը փոխում է։ Մի կողմը տապակում ենք, հետո դարձնում ենք մյուս կողմ։ Արդեն մյուս կողմ եմ դարձնում։ Տեսակ։ Գրեթե պատրաստ է։ Մի քանի րոպե այլ մյուս կողմը ու մյուս կողմ ենք տնելու։
Արդեն լավ է։ Հիմա ինչ ենք անում։ Ավելացում ենք սխտորը։ Ավելացում եմ սոխը։ Մի քիչ տաբագում եմ։ Այս բոլոր համերը հավաքելով տաբագի մեջ հիմա ինքը լիքը համովություններ կան։ Ավելացում եմ չոր լոլիկը։ Կարող եք եւ մանացնել եւ այսպես ավելացնել։ Սեբաբեղ։ Խառնում եմ։ Հիմա ավելացում եմ կարագը, որովհետև ուզում եմ այս համերը ավելի սենց հարուստ լինի։ Ցեթին հետ երբ որ կարագն ենք անում, ուղղակի հարստացնում ենք համերը։ Մի քիչ խառնեմ, որ կարագը հալի ու ավելացնենք սպանախը։ Կամաց արդեն մեր սպանախը գիշն է, զգում եք դուք մի քանի րոպեից արդեն ինքը չի մնալու այսքան։ Խառնում եմ։ Այսպես վառ քույներով համովություն մեզ է սպասում։ Իսկ այստեղ կարող եք մի քիչ աղբեղ ավելացնել։ Տեսնում ենք, շատ քիչ մնաց, շատ քիչ։ Հիմա ավելացում եմ քինին։ Իսկ այս ցայնը կարևոր է, որովհետև այս քինին հիմա հավաքելու է այս ամեն համովությունները։ Վաու։ Ու արդեն ունենանք շատ համով սոուս։ Իհարկե ես միշտ մոդելի համար կամ դիզայնի երկու հատ թողում եմ ամենավերևի համար, այսինքն մատուցում եմ։ Նորմալ է, ավելացում ենք շրիմպը կամ ծովախեցկետինը և սերուցքը։ Լավ խառնում եմ։ Վաու, հələ մատ այս սոսին վիճակին նայեցեք։ Ոնց կարանք չուտենք այսպիսի համովություն։ Ոնց։ Իսկ ես այստեղ անշուշտ սև բիբար կավելացնեմ։ Իհարկե ես սև բիբարը միշտ էթափ բայ էթափ եմ ավելացում։ Քայլ առ քայլ եմ ավելացում, որպեսզի ցած նույն մակարդակի վրա լինենք։ Ես եւ սեփողը։ Ահա, հիմա թողում եք մի քիչ արդեն բնդանա ու արդեն կարող ենք պաստան ավելացնել։ Մինչև որ մեր սոսը արդեն սկսի եփելու եւ տանցրանալու, ես գնամ մի հատ մազայի մանգոն խմեմ, թարմանամ ու շարունակենք։ Երևի սուրճ կխմենք։ Դե ինչ smile sweet, այսօր էլ մեզ կուրախացնես այս համովությամբ։ Բացում եմ, բայց պահելու եմ հետո ուտելու։ Ուղղակի նայելու եմ հոտը առնում։ Վաու, հələ մի հատ նայեք։ Լավն է երևում։ Դե ինչ, այստեղ բահեմ, հեսա հիմա ջաշս կուտեմ ու մի հատ էլ սրանից կվայելեմ։ Խառնում ենք մեր սոսը։
Ավելացնում ենք պաստան։ Երկու րոպե թողում ենք, իրար հետ ամուսնանում են, ու արդեն մեր պաստան պատրաստ է։ Դե ինչ, այստեղ էլ մի քիչ էլ ես կավելացնեի սև բաբեղ։ Եվ մի քանի րոպեից արդեն պատրաստ կլինի։ Ուտի մասին որ խոսում էինք, իրականում միայն խաղարկություն կամ միայն մթերք չէ, որ պետքա վերցնեք կամ կվերցնեք, քանի որ ունի եւ նաեւ տնտեսական ապրանքներ, այսինքն մի խոսքով եթե գնացել եք ու խանութային բարականեր պետք ունեք կամ դամ բարականեր, կարող եք միանգամից վերցնել բաժակներ, կաթսաներ եւ այլն։ Այսինքն մի խոսքով ուրիշ տեղ չեք գնա, մի տեղից կվերցնեք ամեն ինչ։ Մի հատ էլ խառնեմ մենք մեր պաստան ու արդեն պատրաստ է։ Մի հատ էլ եմ բղբեղ ավելացելու։ Հիմա Մարիանիկը կասի, այսքան ինչքան է սիրում շաղիկ ես մեր ցե բղբեղը։ Իրականում, եթե թարմ չլիներ, ես այսքան չէի ավելացնի, քանի որ Մարիանիկը ունի այսպիսի դրաներ, ես այդ փախտը ունեմ, որ այսպես աղամ եւ միանգամից ավելացնեմ իմ ճաշիս վրա։ Ասեմ կախնիկ, որովհետեւ միշտ աղացած բղբեղը ինքը մի քիչ սևացնում է, իսկ նոր աղացածը, որ դու ես նույն րոպեին ես աղում, ինքը ճաշը չի սևացում, իսկ համը տարիս է։ Մեր պաստան պատրաստ է։ Եվ այսպիսով այսօրվա մեր պաստան պատրաստ է։ Կարող եք ռոմանտիկ դիներ հայտարարել ձեր դան անդամներին, եթե դիդողը աղջիկ է իր ընկերոջ կամ ամուսինին, եթե դիդողը տղա է իր ընկերուհին կամ տիկնոջը։ Եվ այսօրվա Տուսկանյան ծովախեցգերիրով պաստան պատրաստ է, դուք էլ պատրաստ եք եւ վայրեք, բարեխորժակ։ Դե սիրելիներս, այսօրվա մեր ծովախեցգերինը Տուսկանյան պաստան պատրաստ է, կարող եք մեկ վայելել, համտեսել եւ արդեն դուք էլ պատրաստ եք նույնը։ Մի հատ համտեսում ենք։ Տա-տա-տա-տան։ Մի քիչ սպագետիչ, մի քիչ սպանախից։ Yummy։ Վայ, եսի ոնց եմ ուտելու ես, այսքան մեծ։ Մի խոսքով, արդեն գիտեք այսօր ինչ պատրաստ եք, չէ՞, կամ վաղ։ Շատ համով է։ Դուք էլ անպայման պատրաստ եք եւ վայելեք։ Իսկ մենք վաղը կհանդիպենք ժամը 9:00, 17:00 Կետրոն TV եթերով։ Համի գախնիկ հաղորդման շրջանակներում։ Սիրով կհանդիպենք։